Ղազախստանը որ պետականություն ստացավ առաջի ղեկավարը Ղազախստանի եղել է հայ։ Սովորիկուր պատկերացնեք Նազարյան, եթե չեմ սխալվում, Տոլին Նազարբեկյան։ Այսինքն Ղազախստանի պետականությունը կնքվել է հայի ձեռքով։ Այս որ հասկանաք կապեր ինչքան բան են։ Ինչ վերաբերում է այդ հայտարարությանը, ու հա ինչ որ մի բան պետք է ասի, բա Սերժուկ Բոլշևիկյան հրեշին միացնում են, բա մի բան չանի, մի հատ ցածկա չկախել Նիկոլի Դոշից, որտեվ ամբողջ մնացած մեր իրական դաշնակիցները մի տեսակ զարմացած, որ չասես ապշած են նայում ես ամեն ինչին, բայց դա իրական դաշնակիցները նկատում ունեք եվրոպական երկրները, նկատում ունեք առաջին հերթին Ֆրանսիան, որը իդեպ վաղուց այնտեղից ոչ մի նորություն չունենք մեզ հետ կապված։ Լուր է, հա, ճիշտ եմ հասկանում։ Լուր հետևում է ինչին։ Նորից գալիս ենք Ֆրանսիայի մոտեցումը մեծ հաշվով երբեք չի փոխվում, ինքը տենց դեպնես չի որ Ֆրանսիայի դեմ ինչ որ բան են կարողանում անել։ Ֆրանսիան շատ լավ գիտակցում է իրական վիճակը Հայաստանում, բայց ինչ ասես։ Էտա։ Մի խոսքով գործընթացը արագանում է, Միացյալ Նահանգները։ Չէ, գործընթացը չի արագանում, հայտարարություններն են շատանում։ Տեսեք, եթե դուք վերցնեք ձի, իրան ներկեք սպիտակ, հետո վրան սև գծեր քաշեք։ Նույնիսկ եթե հետո դրան տանեք կենտրոնաբանական այգի ու ասեք զեբրա, ինքը զեբրա չի դառնա։ Հիմա դուք Հայաստանին կարաք հայտարարեք, որ ինքը Թուրանին կապող է, բայց դա այդպես չի։ Մինչև վերջի մանուկը չկոտորեն հայերին, իսկ դա շատ դժվար է հիմա, որովհետև 60% ապրում է Հայաստանից դուրս, ու լավ 50 դրանց կեսը Ռուսաստանում, դրանց կարելի է կամ կոտորել կամ ասիմիլացնել այդ հետ։ Ասենք կմնա մեկ ամի 30% էսորվադրությամբ հայերի կմնա, որոնք կապրեն նորմալ երկրներում, հույս կմնա, որ ինչ-որ գենակոդը կպահպանվի։ Ինչը Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, դա այն է, որ տոտալիտար թուրքական պետությունների հետ համագործակցելիս տնտեսական գործոնը ունի 0 նշանակություն։ Իրանք քոչվորի մտածելակերպով են, իրանք արոտա վայր են ման գալիս, ոչ թե տնտեսական բան, արոտա վայր, ինքը կարա շատ հանգիստ 6 ամսով չլվացվի, չլողանա, իրան նույնիսկ օճառ պետք չի, մեծ հաշվով մտածելակերպով, չի կարելի այդ բանի մեջ ման գալ տնտեսական շահ, գոյություն չունի այդ տնտեսական շահ, քեզ համար, այսինքն Նիկոլ Փաշինյանի, Մհեր Գրիգորյանի, Խաչատուր Սուքիասյանի, Տիգրան Սարգսյանի համար դա միգուցե եւ տնտեսական շահ է։ Հայաստանի պետականության եւ հայ ազգի անվտանգության համար դա կործանարար է։ Հիմա ես հարց եմ տալիս, մեզ կնայեն, հիմա ասենք չինեմ, 1000 հոգի կնային, չէ, 2000, կարող ավել նայեն, հարց եմ տալիս, ամեն մեկը թող նա իր երեխու աչքերին ու ասի, արդյոք ինքը պատրաստ է այս երեխուն, իր երեխային թուրք սարքել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը, Խաչատուր Սուքիասյանը, Մհեր Գրիգորյանը եւ Տիգրան Սարգսյանը լավ ապրեն, լավ զգան իրանց, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ստանա հերթական թուրքական շքանշան։ Դուք հասկանում եք, ես կաթողիկոսին եմ մեղադրում, որ ինքը Պուտինից է շքանշան ստացել։ Նիկոլը, որը ստանում է Թուրանի ողնաշար երկրից շքանշան, չի հասկանում, որ դա տարօրինակ է։ Դա արարողակարգով հաստատվում է, չէ՞։ Արարողակարգով ասում են շքանշան ենք տալիս։ Դու պատվո լեգիոն չունես ստանալու, բան չես թուրքական շքանշան ստանում։ Ասենք ինչի Մակրոնը չի ասում, որ դու երկիրդ, այդ որ ասում ես, որ դու փրկել ես, դու բան ես անում, չի Եվրոպան ոչ մեկ դա չի ասում։ Եկեք այդ հարցերը, որ բարձրացնում եք, շատ կարևոր են։ Ինչու։ Ինչու է այնտեղից ստացել, ինչու։ Որտեվ այնտեղ դեռ չեն համարում, որ փրկել է։ Ոչ էլ համարում են, որ բարդ իրավիճակում ճիշտ որոշում է կայացրել։ Իսկ ստեղ ինքը արդեն կայացրել է։ Վճռական որոշում, ստեղ արդեն կայացրել է։ Հասկանում եք, Իսրայելը ի տարբերություն շատերի պետքա ճիշտ գնահատել։ Իսրայելը դա հրեա ժողովրդի կարող է երազանք նայել։ Բայց իրականում Իսրայելը Ռուսաստանից գնացած մարդկանց, ովքեր իրանք հայտարարել են հրեա, որտեղ ես չգիտեմ ինչքան են հրեա, այս մարդկանց շահերն է ապահովում։ Այս մարդկանց շահերը բիզնեսն է եղել։
ռուսական կայսրությունում։ Դրա համար են իրանք այդքան հետաքրքրված, թե տարածաշրջանով, թե Սելջուկ բոլշևիկյան ով իրենք։ Այդ Իսրայելի բնակչությունը։ Միացյալ Նահանգները։ Միացյալ Նահանգները շահ իրականում, բացի անձնականի, թե Տրամպի տնփեսեն դերը է։ Չէ, Միացյալ Նահանգների ժողովուրդը Չէ, Միացյալ Նահանգների ժողովուրդը ոչ մի բան ես մեջբերումներ եմ։ Չէ, ոչ մի տենց կա քաղաքական վերնախավի մի մաս, որը տենց է համարում, այո, իրանք եղել են շատ ազդեցիկ ժամանակին։ Միացյալ Նահանգները չեն շահի։ Ռուսաստանը։ Չէ, Միացյալ Նահանգները շատ հեռու են, 1, 2, էլի եմ ասում։ Բազմիցս ասել եմ, էլի կասեմ։ Հիմա չէ, որը հիմա կարա ազդի, որտեղ Թուրքիան էլ նենց չի, որ ազատ տնտեսության, դեռ էլ ավտորիտար բաներ կան, դրսևորումներ կան։ Բայց երբ այս տարվա սկզբերին, մինչև գարնան վերջ, նույնիսկ ամռան ամիսներին, երբ խոսում էին Թուրքիայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսական հարաբերությունների մասին, խոսքը գնում էր նրա մասին, ամենահզոր տնտեսությունը Ղազախստանն է, 30-ից 32 թվականին ապրանքը շրջանառությունը հասնել 3.2 միլիարդ դոլարի, 3.2, այսինքն 3 միլիարդ 200 միլիոնի գոյություն չունի աշխարհում այդպիսի հիմնավորում, որ դու 3 բազմապատկենք 3-ով սարքենք 10 միլիարդի համար Սյունիք կտրտես, թափրտես։ Չկա տենց բան։ Հասկանում եք, չկա։ Բայց կտան շքանշան, որը կլավ, ոտերն է կլավան ջուր կխմեն։ Ռուսաստանի Դուք հասկանում եք, որ 10-րդ դարից իրանք փորձել են դա անեն, չի ստացվել։ Հասկանում եք, որ իրանք 10-րդ դարից փորձել են դա անել, չի ստացվել։ Հիմա ստացվում է Հիմա Տրամպի շնորհիվ, հիմա չգիտեմ Նիկոլա Տրամպի կուտնակեր է, թե ինչ է եղել, բայց այս ամեն ինչը, ասենք, որ ասում եմ քաղաքակրթական մղձավանջ է, մարդիկ ասում են շատ էս մռայլացնում, բայց եղբայր 10-րդ դարից 1000 տարի փորձել են, չի ստացվել։ Հիմա դրել են Տրամպի ուղի ու ստացվում է։ Ուրեմն Չինաստանի ազդեցությունը Կենտրոնական Ասիայում։ Այո, փոկում է Տրամպը իր անատոմիական առանձնահատկություններից ելնելով ցանկացած տեղով ռումբ գցի, ինքը Կենտրոնական Ասիայից Չինաստանի ազդեցությունը չի հանի, չես կարա հանես։ Ոնց որ ինձ մեկը գա ասի, գիտես ինչ կա, ուրեմն ես այդտեղ մտնում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ազդեցությունը Լատինական Ամերիկայից հանեմ։ Հզոր տղա ես դու, ոնց ընկեր։ Չես կարա։ Այսինքն դա հեքիաթ է։ Ինչեմ, սա ոչ միայն հեքիաթ է, դա սուտ է։ Դրանով դու կարաս ուտացնես Գլենդելում, ասենք, չգիտեմ, 92 թվականին գնացած մեր հայրենակիցներին, կամ ոտ-ոտ Մեքսիկայի սահմանը անցած պուերտորիկացիներին, որոնք մի կերպ Նյու Յորքում, ասենք, չգիտեմ, Uber են քշում, ովքեր չեն հասկանում ինչա կատարվում։ Իրենց կարաս հրամցնես։ Մի քիչ մարդ որ բանա հասկանում, տեսնում, դա հիմարություն է։ Հետո սկսում ես ման գալ, ումա դա ձեռ տալիս։ Սկսում ես ման գալ, ումա դա ձեռ տալի, դա ձեռ տալի իրականում։ Դա ձեռք է տալիս ռուսներին սուտ է, ռուսը 70 միլիոն է մնացել, սաղ կամ Ալկաշին կամ անբարոյական, Ռուսաստանի Դաշնության ղեկավարության ղեկը ստանձնած քրեաօլիգարխիկ համակարգին, ռազմական հանցագործ Պուտինի գլխավորությամբ, Իսրայելին ռազմական հանցագործ Նետանյահուի գլխավորությամբ, Սելջուկ բոլշևիկյան Թուրքիային եւ ցանկացած ուժի, ով ուզում է Եվրոպայի թուլացում, ոչնչացում այդ սպեկտրով, թուլացումից մինչև ոչնչացում։ Ընդ որում Միացյալ Նահանգները ոչինչ չեն կորցնում, կորցնում է Հայաստանը, կորցնելու է Հայաստանը։ Կորցնում է ոչ միայն Հայաստանը, կորցնում է Եվրոպան։ Կորցնում է Եվրոպան։ Եվրոպական քաղաքակրթության, տեսեք, մեկ անգամ արդեն ասել եմ, Հայաստանի թուլացում ամեն անգամ էլի հետ գնանք։ Լինի դա Բագրատունիների ժամանակ, այնուհետ Բագրատունիների կորուստը ինչ բերեց, ասենք բերեց
թաթար-մոնղոլական բանը եկան հասան մինչև ուր եկան, Հունգարիա, բան մինչև Ավստրիա, մինչև Բոհեմիա եկան հասան, այսինքն Չեխիա։ Հետո ինչ-որ մի կերպ վերականգնվեց, Կիլիկիայում եղավ, դրանից հետո ինչ եղավ Օսմանները եկան Վենա։ Հայաստանը որ ոչնչացավ, որպես այդպիսին, երբ խնդիրը, դե իհարկե հայկական իշխան եւ այդ իշխանների, որոշ իշխանների եւ եկեղեցու պատասխանատու ճակերտների գործողության պատճառով դա էլ է շատ մեծ կարևորություն ունեցել։ Դրանից հետո այդ երկար ժամանակ Թուրքիան Օսմանյան կայսրության անունով եղել է գործոն, լրջագույն գործոն։ Բայց այդ գործոնը ինքը մեկ-մեկ ստեղ կռիվ ա գնում հայերի եւ վրացքի։ Վրաստանը կար, բայց Թուրքիան գործոն էր։ Միայն Հայաստանի անկախ պետականության, եվրոպական համակարգում պետականության արկայությունն է, որ արևելքից գալացող այդ հոսքերը էներգիայի, բարբարոսության, բան կանգնեցնում է։ Եվրոպայում սա հասկանում են, այն մարդիկ, ովքեր Եվրոպայում, այն ինչ-որ կոչվում է եվրոպական բան, deep state։ Հայաստանի բացակայությունը բերում է անմիջականորեն Եվրոպայի արևելյան սահմանը պայմանական Եվրոպայի Եվրամիության սահման։ Այսինքն կոմոդ Եվրամիության սահմանը դառնում է առաջնագիծ։ Նիկոլը չի սիրում այդ բանը, չի սիրում պայքարը։ Ինքը շատ տիպիկ գյուղական ինտելիգենցիայի ներկայացուցիչ է։ Իրան հարմար է այդ ծառայի նոքյարի կարգավիճակը, դա պրոբլեմը։ Հասկանում եք, ինչու օրինակ այս կառավարությունը ինչ շատ հաճախ բան, ես որ գրում եմ բանի մասին արժանապատվության, իրանց բոտերից կամ իրանց մտածելակերպով վարակված մարդկանց գրում են, ինչ արժանապատվություն է, լավ է էլի սենց։ Այսինքն, եթե մարդը չի հասկանում, որ պետականությունը պահպանվում է միայն արժանապատվությամբ, միայն բանակ, տնտեսություն, ոստիկանություն, այդ բոլորը իմաստ չունի, միայն արժանապատվությունն է, որ քեզ հնարավորություն է տալիս առանց կոնֆլիկտի, առանց պատերազմի, ասել, որ ես մնացածից տարբերվում եմ եւ ապացուցել։ Օրինակ, խոզերի հետ չեմ լափում, ռազմական հանցագործին դաշնակից չեմ ընդունում։ Ուրիշի երեխաներին բռնաբարելու եւ սպանելու համար ֆինանսական հոսքեր չեմ ստեղծում։ Ինքս էլ չեմ անում դա, բայց չեմ էլ ստեղծում։ Ու եթե իմանում եմ, որ տենց է, չեմ աչքերս փակում ասում, դե լավ, քանի իմ երեխուն չի բռնաբարել ջհանդամը։